Ողջույն, երբևէ մտածել եք, թե ինչ մաթեմատիկա կա, ասենք, նետված գնդակի հետագծի կամ մի գեղեցիկ կամրջի կորի հետևում։ Դե այսօր մենք հենց դրա գաղտնիքն ենք բացահայտելու, խորանալով հանրահաշվի ամենահիմնարար հասկացություններից մեկի քառակուսային եռանդամի մեջ։ Հավանաբար շատերդ եք տեսել այս արտահայտությունը։ Գուցե առաջին հայացքից մի քիչ վախեցնող է թվում, չէ՞։ Բայց խոսք եմ տալիս, այսօրվան մեր վերլուծությունից հետո դուք ոչ միայն կհասկանաք, թե ինչ է սա, այլև կիմանաք, թե ինչպես օգտագործել դրա ամբողջ ուժը։ Դե ինչ, գնացինք։ Լավ, եկեք ամենասկզբից սկսենք։ Որպեսզի հասկանանք, թե ինչի հետ գործ ունենք, եկեք այս արտահայտությունը, այսպես ասած, մաս-մաս անենք։ Առաջին հերթին, ինչ է ընդհանրապես նշանակում քառակուսային եռանդամ։ Սա ուրեմն դրա պաշտոնական անվանումն է։ Իրականում անունն արդեն իսկ մեզ շատ բան է ասում։ Տեսեք, եռանդամ, որովհետև ունենք 3 առանձին անդամներ։ Իսկ քառակուսայինը մեզ հուշում է, որ մեր փոփոխականի, այսինքն x-ի ամենաբարձր աստիճանը 2-ն է, այսինքն x-ի քառակուսին, այսքան պարզ։ Հիմա եկեք մի քիչ ավելի մանրամասն նայենք, թե ինչերից է բաղկացած։ Ուրեմն, ան, բեն և ցեն ուղղակի թվեր են, գործակիցներ։ Բայց ուշադրություն, կա մի ոսկե անխախտելի կանոն. ան երբեք չի կարող լինել 0։ Իսկ ինչու՞։ Դե պատկերացրեք, եթե ան 0 լիներ, ապա x քառակուսի անդամն ուղղակի կզրոյանար, կանհետանար։ Ու մենք կկորցնեինք հենց այն էությունը, որը մեր եռանդամը դարձնում է քառակուսային։ Այն կարելի ասել ամբողջ կառույցի հիմնախարն է։ Լավ հասկացանք, թե սա ինչ կառույց է, բայց ամենակարևոր հարցը ինչ ենք մենք անելու դրա հետ։ Ինչպես ենք լուծելու այն հավասարումները, որտեղ սա հանդիպում է։ Պարզվում է կա մի գաղտնի բանալի, որը բացում է բոլոր դռները, եւ դրա անունն է տարբերիչ կամ, ինչպես հաճախ են ասում, դիսկրիմինանտ։ Այս թիվը պատկերացրեք որպես մի տեսակ մաթեմատիկական բյուրեղյա գունդ։ Լուրջ եմ ասում։ Նախքան մենք կսկսենք լուծել հավասարումը, այս մի թիվն արդեն մեզ կանխագուշակում է, թե մեզ քանի լուծում է սպասվում։ 2, 1, թե ընդհանրապես ոչ մի լուծում։ Եվ ահա մեր գուշակը, տարբերիչը, որը սովորաբար նշանակում ենք լատինական d տառով։ Բանաձևը առաջին հայացքից կարող է բարդ թվալ, բայց իրականում շատ պարզ է։ Ինչ ենք անում։ Ուղղակի վերցնում ենք մեր արդեն ծանոթ a, b և c գործակիցները ու տեղադրում այս բանաձևի մեջ։ Վերջ։ Արդյունքում ստացված թիվը հենց մեր փնտրած գաղտնի բանալին է։ Հիմա տեսեք, թե ինչպես է աշխատում այս մեր բյուրեղյա գունդը։ Եթե մեր հաշված d-ն 0-ից մեծ է, այսինքն դրական թիվ է, ուրեմն մենք ունենալու ենք երկու իրարից տարբեր արմատ։ Եթե d-ն հավասար է 0-ի, ուրեմն ունենք ընդամենը 1 արմատ։ Իսկ եթե d-ն 0-ից փոքր է, այսինքն բացասական է, դա նշանակում է, որ իրական թվերի մեջ լուծումներ չկան։ Պետք չէ փնտրել։ Այսքան պարզ ու հստակ։ Okay, մեր տարբերիչը կատարեց իր գործը։ Ասաց, այո, լուծումներ կան, բայց հիմա գալիս է ամենակարևոր հարցը։ Իսկ ինչպես գտնենք հենց այդ լուծումները, կամ ինչպես մաթեմատիկայում են ասում, արմատները։ Դե դրա համար գոյություն ունի հանրահաշվի ամենահայտնի ու ամենահզոր բանաձևերից մեկը։ Ահա եւ այն քառակուսային հավասարման արմատների բանաձևը։ Սա իսկական ունիվերսալ բանալի է, որը բացում է ցանկացած քառակուսային հավասարման դուռ։ Ուշադրություն դարձրեք, թե ինչեր է այն օգտագործում։ Մեր արդեն ծանոթ a-ն, b-ն եւ իհարկե մեր գաղտնի բանալին d-ն։ Այս երեքը միասին մեզ տալիս են երկու հնարավոր արմատները՝ x1 եւ x2։ Տեսությունը շատ լավ է, բայց ամեն ինչ ավելի պարզ է դառնում, երբ գործնական օրինակ ենք տեսնում, չէ՞։ Դե եկեք վերցնենք մի իրական օրինակ հենց դասագրքից ու քայլ առ քայլ անցնենք ամբողջ ճանապարհը միասին։ Դե ինչ, գնացինք, քայլ առ քայլ։ Քայլ առաջին։ Պետք է հասկանանք, թե որոնք են մեր a, b եւ c գործակիցները։ Մեր օրինակում ան 1-ն է, b-ն -1, իսկ c-ն -2։ Շատ լավ։ Քայլ երկրորդ։ Հաշվում ենք տարբերիչը d-ն։ Տեղադրում ենք թվերը բանաձևի մեջ ու ստանում ենք 9։ Քայլ երրորդ։ Ստուգում ենք։ 9 մեծը 0-ից, այնպես որ մեր գուշակը չսխալվեց։ Ունենք երկու արմատ։ Եվ վերջապես, չորրորդ եւ հինգերորդ քայլերը վերցնում ենք այս բոլոր թվերը, զգուշորեն տեղադրում մեր հզոր բանաձևի մեջ ու կատարում հաշվարկները։ Եվ վուալյա, ստանում ենք մեր երկու պատասխանները՝ 2 եւ -1։ Այսպիսով, մեր արմատներն են 2-ը եւ -1-ը։ Հրաշալի է, բայց կանգ առեք, սա ուղղակի պատասխաններ գտնելու համար չէ։ Իրականում, գտնելով այս արմատները, մենք բացել ենք մեր եռանդամի, այսպես ասած, DNT-ն։ Հիմա կբացատրեմ, թե սա ինչ է նշանակում։ Արմատները, ինչպես տեսնում եք, բանալիներ են։ Եկեք պատկերացնենք, որ մեր եռանդամը մի բարդ կոփված արգեղ։ Դե արմատները հենց այն երկու բանալիներն են,
որոնք մեզ թույլ են տալիս բացել այդ արգեղը ու տեսնել, թե ինչ պարզ մասերից է այն իրականում կազմված։ Եվ ահա այն թեորեմը, որը մեզ ցույց է տալիս, թե կոնկրետ ինչպես դա անել։ Այն ասում է, որ ցանկացած քառակուսային եռանդամ կարելի է ներկայացնել շատ ավելի պարզ տեսքով, որպես 3 բաղադրիչի արտադրյալ։ Դրանք են մեր A գործակիցը, x մինուս առաջին արմատ փակագիծը և x մինուս երկրորդ արմատ փակագիծը։ Եվ ահա թե ինչքան գեղեցիկ է աշխատում մեր օրինակի դեպքում։ Մեր սկզբնական մի քիչ անհասկանալի x կվադրատ մինուս x մինուս 2-ը վերածվում է երկու շատ պարզ փակագծերի՝ x մինուս 2-ի և x պլյուս 1-ի արտադրյալի։ Սա ոչ միայն, այսպես ասած, մաթեմատիկորեն գեղեցիկ է, այլև աներևակայելի օգտակար գործիք է հանրահաշվում շատ ավելի բարդ խնդիրներ լուծելու համար։ Դե ինչ, եկեք արագ ամփոփենք ամբողջ ճանապարհը, որն անցանք։ Ամեն ինչ սկսում է եռանդամից։ Հետո մենք օգտագործում ենք մեր գուշակին, տարբերիչին, որպեսզի հասկանանք, թե քանի արմատ ենք փնտրելու։ Հաջորդիվ գործի ենք դնում մեր ունիվերսալ բանալին, արմատների բանաձևը, որպեսզի գտնենք հենց այդ արմատները։ Եվ վերջում այդ գտած արմատներն օգտագործում ենք, որպեսզի մեր բարդ եռանդամը վերածենք պարզ արտադրիչների։ Եվ վերջում մի հետաքրքիր մտքի տեղիք։ Տեսեք, քառակուսային եռանդամը թղթի վրա ուղղակի բանաձև է, բայց իրական աշխարհում դրա գրաֆիկը մի շատ գեղեցիկ կոր է, որը կոչվում է պարաբոլ։ Ու այդ պարաբոլները բառացիորեն ամենուր են, սկսած օդից նետված գնդակի հետագծից, վերջացրած կամուրջների կամարներով կամ արբանյակային ալեհավաքների ձևով։ Հիմա, երբ դուք գիտեք այս բանաձևի գաղտնիքը, հաջորդ անգամ եւ տեսնեք այդպիսի կոր, արդեն կիմանաք, որ դրա հետևում թաքնված է հենց այն հանրահաշիվը, որը մենք այսօր միասին բացահայտեցինք։ Սկսեք փնտրել ու նկատել մաթեմատիկան ձեր շուրջը։